Առաջին անգամ ընկերության լիակատար ձևակերպում ինձ համար հանդիպեցի Էքզյուպերիի մոտ, որի պատմվածքներից մեկում էսի մի տող հանդիպեցի, ասում է անապատում մարդ արժի ճիշտ այնքան, որքան իր մեջ եղած աստվածությունները։ Հիմա երբ մեր խառը եւ դժվար ժամանակներում անդրադառնանք նրան, թե ինչ ունենք, մենք բոլորս ընկերներով հասկանում ենք, մենք խոսել ենք այդ մասին, խոսում ենք հաճախ, որ ունենք միմյանց։ Ընկերությունը ինձ համար գաղափար չի, ոչ էլ գաղափարախոսություն, ընկերությունը ինքը մեր կյանքն է։ Մեր ծնողները մեզ ասում են, եթե մեկի հետ շփվում ես եւ ոչինչ չես սովորում, ժամանակը կորցնում ես։ Ես իմ ընկերներից շատ բան եմ սովորում ու հիմա հավատում եմ, որ ամենաերկարատև ընկերությունը այն է, որ անընդհատ նայում ես ու նոր բան ես հայտնաբերում այդ ընկերոջդ մեջ եւ ուզում ես սովորել, դուել այդ ամեն ինչը եւ այսպես իրար պիտի հարստացնել, որովհետեւ կյանքը այնպես արագ է, մենք չես հասցնում ամեն ինչ։ Ես համարում եմ, որ Հասմիկը եւ իմ մյուս ընկերները իմ կյանքի լավագույն պարգևներն են, որովհետեւ ինչպես արդեն խոսեցինք, ընկերներին ես ընտրում։ Եվ այս շուրջ 40 տարիների մեր ընկերությունը գալիս է ապացուցել, որ տարեց տարի նորանոր որակներ են հայտնաբերվում այդ մարդու մեջ, այսինքն միգուցե ամեն հանդիպման նույնիսկ։ Հասմիկի հետ ծանոթացել եմ նույնիսկ Միս վախենալու է ասել 40 տարի առաջ, պիոներական ընկերություն է եղել և հենց սկզբից նա իր խարիզմայով, կազմակերպչական ունակություններով, հումորով, ոչ օրդինար պարվածքով, հետաքրքիր մտքերով առաջնորդի դեր ստանձնեց։ Այդ մշակույթը ավանդական երգը լսեցնելու, սիրել տալու, դրա համար ես պարտական եմ այդ ժամանակներին եւ Հասմիկին։ Շատ լավ հիշում եմ, Նորքում 22 գիշերօթիկ դպրոց կար, այնտեղ այսպես ասած դասընթացներ էին կազմակերպվում եւ երեկոները երբ հավաքվում էինք, Հասմիկը գալանտերյան էր երգում, ռոմանսներ։ Աննկարագրել, մինչև այսօր ականջիս մեջ է ձայնը եւ այդ տերևների խշխշոցը եւ այդ զարմանքն ու նորույթի թարմության ու ազգայինի հմայքը Հասմիկը մշակույթ տարածող որպես իմ կարծիքով ծնվել է եւ ըստ էության կյանքն էլ եւ տարիներն էլ նրա անելիքը պարզեցրեցին։ Արմինեից ես շատ բան եմ սովորել, ինքը մի քիչ ինձանից փոքր է, բայց ես նայում եմ ինքը ինչպես է ապրում, ինչպես է ինչ-որ երևույթներն, ես տարբեր իրավիճակներում շատ կատեգորիկ եմ իմ դատողությունների մեջ եւ երբեմն փորձում եմ իհարկե ընդհարումներ են լինում։ Ինքը շատ կարողանում է բոլորի հետ այսպես ամեն ինչ համահարթեցնի, բոլորի հետ բոլորին փորձում ուրիշ կողմից նայել եւ շատ բաներ, որ ինձ համար խորթ են թվում, ես անհանդուրժողական վերաբերմունք ունեմ, ասենք ինչ-որ բանի, ինքը շատ խաղաղ բան փորձում է բացատրել ուրիշ կերպ, ուրիշ ժամանակների մեջ։ Ես իր ազնվությունը եւ նվիրվածությունը ավելին եմ գնահատում, քան ինչ-որ հարցերում անհամաձայն լինելը։ Գիտեմ, որ դպրոց գնացին, շատերը գրենական պիտույտներ են, խաղալիքներ են, մի խոսքով։ Երբ որ ես հանդիպեցի, գնացի սահման տեսա այդ երեխեքին, ավելի շատ բան հասկացա Արմինեի
ինչքան է ինքը մտահոգ այդ երեխեքի հիվանդությամբ, երեխեքի առողջությամբ, երեխեքի սնունդով, կրթության հարցերում։ Եվ շատ լավ բան է, որ կարողանաս գոնե կողքին լինել այն մարդու, ում որ վստահում ես։ Արմինեի աշխատելավոճը գիտեմ, վստահում եմ իրեն, կարևորը դա է։ Եվ ես ուրիշ բան չէի կարող անել, քան երգել եւ այդ գումարը փոխանցել, այդպես կարողացել եմ օգտակար լինել, հետո շատ ազնիվ բան է։ Ամեն մեկս մեր արած գործի համար պատասխանատու ենք։ Իմ կարծիքով Հասմիկը մերանն է։ Այն նյութն է, որը շաղկապում է, միացնում է, ազնվացնում է, ավելի կատարյալ է դարձնում։ Իրեն ամենտեղ սպասում են։ Ինքը ամենուրեք որտեղ որ հայտնվում է, ինքը դառնում է պրիմա։ Ամենտեղ Հասմիկը կերքի թե չէ, կթխի թե չէ, կեփի թե չէ, Հասմիկը միևնույնն է, ինքը առաջին դեմք է։ Հրաշալի ուրեմն ձևավորվեց, դասակարգվեց եւ դպրոցի ուղղության արդեն կրող դարձավ ինքը Հայրիկ Մուրադյանի հետ։ Ես կարծում եմ, որ պատահական չի այս երկու տաղանդավոր մարդկանց մտերմությունը եւ բարեկամությունը։ Հասմիկին խորապես շնորհակալ եմ մի բանի համար, որ ինքը կարողացավ համոզել եւ նախքան Հայրիկի երկրային կյանքից հեռանալ, իրենք Այբենգիմ ֆիլմը պատրաստեցին, որովհետև իմ կարծիքով դա լավագույն ավանդն է, որ կարող է մտավորականը, երգիչը մատուցել սերունդներին։ Շատ բացառիկ բան է ընտրություն։ Եթե նայենք մեր շուրջը ամբողջ կյանքը ընտրություն է։ Նույնն էլ երաժշտության ընկալումներն են մարդու։ Միշտ փնտրել եմ որևէ մեկին, որ կարող է լինել ունկնդիր եւ ես երգեմ։ Հիմա մեկից երևի մի քիչ ավելի շատ են, արդեն հիմա ուրիշ ժամանակներ են։ Ես ուրախ եմ, որ հիմա շատ ավելի շատ մարդիկ են սիրում են երաժշտությունը, ինչ որ ես եմ սիրում։ Նաեւ դա է մտերմացնում եւ ընկերացնում։ Ուրախ եմ ես նոր սերունդի համար, որ շատ բան իրենց ընկալումներում փոխվել է, հասկանում են, որ հետ նայելը եւ այդ լավագույն ավանդույթներով մեծանալը։ Ինձ թվում է դա երկրի սահմանները բացվելուց իրենք ավելի շատ բան հասկացան, որ իրենց ավելի լավ պիտի ճանաչեն, որպեսզի ուրիշների կողմից ընդունվեն եւ գնահատվեն, դու պիտի շատ լավ քո արժեքը իմանաս եւ այդ քո արժեքը, քո ինքնագիտակցության հասկանալու ամենալավ երևույթը մշակութապես հարուստ ժառանգություն ունենալն է, ինչ որ մենք ունենք, միայն մնում է դրա կրողը լինել։ Շնորհակալ եմ իմ ընկերներին, որ ուղղակի երկու թև են բեմի վրա։ Այնքան մենք իրար պետք ենք ու իրար օգնում ենք։ Եվ ամենահաճելի բանը շողակնում իմ ընկերության մեջ, որ ես միշտ շատ հպարտ եմ իմ երաժիշտ ընկերներով, որովհետև իրենք լավագույնն են իրենց եւ վարպետությամբ եւ իրենց մարդկային որակներով։ Այդ շատ հաճելի բան է։ Սա էլ մի ուրիշ ընկերություն է։
նա ծեսի եւ ավանդույթի պահապան քրմուհի է, ես կարող եմ ասել։ Եվ ես կարծում եմ, որ հենց իմ երեխաներին ավանդված լավագույն նվերը, որ բախտ եմ ունեցել, ուրեմն Հասմիկի օգնությամբ եւ մասնակցությամբ տալու նրանց հարսանեկան ծեսերն են։ Եվ ուրախ եմ նաև, որ արդեն այս ծեսերը տարածում են գտել։ Ուրախ եմ, որ կարողացել է հարսանեկան երգերի սկավառակ նույնպես թողարկել։ Վարդվրեհան, որ բացվեր քո արև թագավոր։ Պիտի ցույց տաս, որ տեսնեն ու սիրեն ու հասկանան։ Շատ երիտասարդներ հիմա չեն ուզում, թվում է թե իրենք ժամանակակից չեն երևա կամ ինչ-որ բան, բայց ես փորձում եմ սիրուն հումորով, մի քիչ այսպես անձնական օրինակով ցույց տամ, որ դա ընդամենը այդ մի օրն է, այդ մի օրը դու ես փորձում եմ խորհուրդը բացատրել եւ ինչ որ բաներում էլ իհարկե զիջումների եմ գնում, որովհետեւ ամբողջությամբ իրենց համար դժվար է։ Լավ, Հասմիկ ուրիկ, այսա կանեմ, սա կարելի է այս բանը չանեմ, այտենց փոխադարձ համաձայնության են գալիս ու ամեն ինչ շատ լավ է ստացվում եւ լավ է որ վերջը, երբ որ արդեն ժողովուրդը հավաքված տեսնում են ինչքան բան է, հետո իրենք տեսնում են որ ինչքան բոլորին հաճելի էր։ Այն ինչ որ ինքը ստացել է իր տատից, այդ աննկուն կամքը, այդ համառությունը, մշեցու կողը, այդ օժտվածությունը ինքը համադրել է նրա հետ, ինչը հետո եկավ, ինչը կյանքը բերեց, լինելով Վիլյամ Սարոյանի ցեղի հարսը։ Եվ բոլորովին պատահական չեմ համարում, որ ինքը սպասում էր իր ասպետին։ Եվ բոլորովին պատահական չեմ համարում, որ այդ ասպետը Անդրանիկը իր ձայնով ուրեմն ճանաչեց իրեն, չտեսնելով, չճանաչելով, եւ մարդը, որը երբևէ չի եղել հայրենիքում, այդ ձայնի կանչով եկավ Հայաստան 2 տարի իրար հետևից, իսկ Հայաստանում Հասմիկ Հարությունյանին չէին ճանաչում։ Փնտրեց, գտավ եւ այս միությունը առաջացավ։ Ինքը հաճախ ծիծաղելով ասում է, որ եթե աղջիկները չեն ամուսնանում, ես իրենց խորհուրդ եմ տալիս, ասում եմ երգեք։ Երգեք ու դուք կգտնեք ձեր կեսին։ Մեր սնդուկներ լեցվին հացով, աղետիս։ Սովորաբար տան մեծը, մեծ տիկինը գաթայր չէ, տարբեր առետներս միջինքի գաթան։ Ծիսական խմորերն է։ Կյանք ինքն է ընտրում։ Եթե 10 տարի հետ նայենք, հետադարձ հայացքով, 10 տարի առաջ մարդիկ են եղել մեր շուրջը, որ մտածել ես, որ առանց իրենց հնարավոր չի պատկերացնել, թվում է, թե իրենք ամբողջ կյանքի համար են, բայց հիմա որ նայում ես, շատերը չկան այդ ընկերության շրջանակներում, տեսեք, ժամանակը ինքը մաքրում է, ամեն մեկին իր տեղն է դնում եւ միշտ չի, որ որևէ մեկը ամբողջ կյանքում քո հետ ուղեկից է։ Այդ իմաստով ես երջանիկ եմ, ես շատ լավ ընկերներ ունեմ, միշտ փորձում եմ օգտակար լինել եւ եթե օգնության կարիք եմ ունենում, ես գիտեմ, որ մարդիկ կան, որ ես կարող եմ հանգիստ դիմել։ Ես եղնիմ ծուղ դու դարիսուն, օյ 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 տոլաչ տնավերոյ։ Ինչ է Հասմիկը, իմ կարծիքով ինքը հող է։ Հող, որը տալիս է բոլոր բարիքները։ Այնքան մեծ երանգապնակ ունի ինքը իր բնույթով, իր շնորհներով, ուղղակի որ աննկարագրելի է, թե ինչպես մի մարդու մեջ կարող է ամփոփվել այս ամբողջը։ Եզակի մշակութային երևույթ է իմ կարծիքով։ Ընկերության համար, ինչպես նաև երևի սիրո ու մնացած բոլոր
զգացումների, ազնիվ զգացումների համար իմ կարծիքով չկան սահմաններ։ Այս կյանքում ես թե այն, այս երկրում ես թե դրսում սահմաններ չկան եւ հրաշալի է, որ կյանքը պարգևում այս հնարավորությունը Հասմիկի պես եւ մեր մնացած ընկերների նման մարդկանց ունենալու մեր կյանքում։ Հայրս ասում էր, ընկեր ունենալը շատ հեշտ բան է, այ ընկերություն պահելը, այ արժեքը, մարդկային արժեքը դա է, ընկերություն պահել կարողանալը, դա միշտ այսպես իմ ականջին է, որ պիտի կարողանալ պահել, պիտի չմտածել, որ ինչ-որ բանով վիրավորվեցիր եւ վերջ, այ էլ վերջ, էլ ընկերություն չեմ, այդպես չի լինում, պիտի կարողանաս հասկանալ, ներել եւ ընկերությունը պահել։